Պարոն Քոչարյան, երեկ արդեն հայտնի դարձավ, որ ձեր եղբայրը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, ինչ սպասել այս իրավական գործընթացից հետո, արդյոք հայր Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւս սպասում եք, այսինքն սպասելի էր ամեն դեպքում, բայց Քոչարյանի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեպքում եւս նման որոշում եք ակնկալում։ Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու ցուցում, բացահայտ լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ։ Որտեւ իրավական բացարձակ ոչինչ չկա, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, փաստորեն մենակ մարդուն, Արամայիս Ворսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է ուղղակի ոնց կարա ասենք նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղա մարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ, քուրն էլ է փաստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ մայր ջան ինչ ասելու բան այլ է։ Բանխոթեն այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ ովքեր վարույթ ու կալանավորված։ Չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է մի քանի տնօրեն կա ոնց որ 5-6 առնվազն էլ այս բանին այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ։ Այո, փաստորեն հորս հետ կապված 24 ժամյա այսպես ռեժիմով էին մտել, երեքան որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին որ չի կարելի։ Այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար տեսնենք կարծում եմ բոլոր հնարավոր ձևեր նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու լսել եք ցուցումները այստեղ հիստերիկ մեկը կար խոսում էր հիմա ազատության մեջ եք ոնց կբերեք տղամարդիկ դա ինչը դեր ազատության մեջ լինել ինչով կմեկնաբանեք չէ գիտեք իմ դեպքում մի քայլ ավել պետք է լինի դատախազը պետք է գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը հատկապես ապօրինի ինչով են այսպես անարդար պայմաններում ենք լինում որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ ինչ այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն գլխավոր դատախազը պետք է գա այստեղ այսինքն շատ ավել չեմ կարծում որովհետև այս իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից նորից եմ ասում իրանք պետք է այդ ռեպորտաժները տալ մասկաներով չգիտեմ վազելով տուն են մտնում ինչ որ այսպես մեծ թվեր են ասում բան են ասում որոնց տակ իրականում դատարկությունն է բայց շատերը չեն հասկանում դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորանում այս ամեն ինչի մեջ իսկ եթե դատախազը գար այստեղ մենք արդեն պետք է հարցեր տանք ինքը ստիպված է լինելու պատասխանել դրա համար չեմ կարծում Պաստորեն ստացվում է որ պարոն Քոչարյանը մեղադրում է մի բանում որին իր լիազորություններից ելնելով իրականացրել է հիմնական մեղադրանքը եթե չեմ սխալվում դա է գիտեք ոնց է այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը չկա որևէ որոշում որը նախագահը չվավերացներ եթե չեմ սխալվում 10,000-ից ավել նման որոշում կա պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել վերջում գնալ ասել
այն դեպքում էլ ոնց էին գրել անձամբ վավերացրել։ Ուրիշ ձև չկա, չանձամբ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամբ չաներ։ Ու կարելի է ամեն որոշման հետ ինչ որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական։ Չէ, աբսուրդ է, թե վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե մնացածի բոլոր ուղղություններով, ժողովուրդ, ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամենապատասխանատվության մասին չկա։ 7 ժամ այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեր կնոջ այսպես աշխատավայրում ինչ վերջ հայտնաբերեցին գտան այնտեղ։ Ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15000 դրամ կար, վերցրեցին, արգարավեցին, այս կարգի էժան բաներ, հա? 15000 դրամ ասենք հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան, չէ, ինչ գտնում էին, ասենք արտերկրից մնացած կարող են Դուբայից, չգիտեմ, 50 կամ 100 դրհամ որ մնում ա, տենց ուղղակի տանն ամնում, այսպես վերցնում, աբսուրդ է։ Քիչ առաջ իշխանական падգամավորն էր Ճեպազից տալիս եւ խոսելով Ռոբերտ Քոչյանի մասին, ասում է մեզանից ժողովուրդն է պահանջել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է, թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին, բայց միայն հիմա է իրավապահ համակարգ գործի անցել եւ ժողովրդից հասումն է սա, այսպես ասած, որ Ռոբերտ Քոչյանին բանտարկեն կամ ունեզրկեն, ինչպես հայտարարել է Արժանյոնից։ Գիտեք, ես սրա մասին նույն այնօրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնա ստի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ, մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ որ օրենքներով, սա մենք չենք կարող ամեն անգամ, որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ, որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետք է դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։